Տարվա այս ժամանակահատվածում գյուղում ամենասպասված ձայնն է տրակտորի շարժիչի աղմուկը։ Թրթուրավոր օգնականին երիտասարդ մեխանիկը տիրապետում է 10 տարեկանից։ Հիմա էլ փոքր եղբայրներն են կողքից նայում ու սովորում։ Ախլացյանցիները ցանքսն ավարտել են, հիմա ցրտահերկ են անում։ Տրակտորիստն ասում է, աշխատանքը պահանջված է, բայց դաշտատերերը դժվարություններ ունեն, վառելիքը թանկ է, հողերի բերքատվությունը ցածր։ Հողը ցանելուց մենք այդքան շատ չենք էլի ստանում։ Մեր արածի չարչարանք ավելի շատ է, քան այդ դաշտի բերքը, որ մենք քաղում ենք, վաճառում կամ անասնապահության մեջ օգտագործում էդի հատիկը։ Բա ինչ հույսով եք ցանում։ Ամեն անգամ դաշտ ենք անում մենք մեր տները պահելու համար, մենք մեր համար էլի սենց ասեմ, վաճառում ենք կողքից փողա, դաշտը մշակում ենք, բայց դե շատ անբարենպաստ պայմաններում ենք այդքան անում։ Դա ձեր նոր դուք ձեր աչքով տեսաք, որ փոշին հողից հելնում է, էլի, այսինքն շատ չոր է հողը, անձրևներ չկան, Սյունիքի մարզում վաբշե, դրա պատճառով էլ սա չորային է։ Ախլաթյանում 50 հեկտար աշնանացան է արվել, սա եղած վարելահողերի 10%-ն է, բայց հատիկը հողին պահտալուց հետո տեսքը չի փոխել, չի ծլել ու դժվար էլ բավարար բերք տա։ Այստեղ նոյեմբերին սովորաբար մի քանի տասնյակ սանտիմետր ձյուն է լինում, այս տարի նույնիսկ անձրև չի եկել։ Առաջ անգամ սենց աշուն տեսնեմ, որ սենց երկար խոր աշուն արե ու հիմնականը երաշտ է։ Դե ասենք մարդիկ վարել են, հիմա սպասում էին, որ անձրև գա, չստացվեց։ Եթե չոր ասենք սերմը գցեն, իմաստ չունի էլի այդպես։ Ու հիմնականը հիմա ցրտահերկել ենք անում, որպեսզի ասենք հողը պատրաստենք գարու համար վաղ գարնանը ցանելու էլի։ Չոր հողի մեջ մնացած հատիկը գայթակղում է թռչուններին ու կրծողներին։ Ավելի վատ է, երբ մի փոքր խոնավացած ցորենը ծլում է, բայց առանց ջուր երկար մնալուց առաջին ծիլը չորանում է։ Երևույթին սիսյանցիները ծլաչոր են ասում, իսկ ծլաչոր եղած դաշտից բերք սպասելն անհույս գործ է։ Սիսյանի համայնքապետարանի գյուղբաժնի ղեկավարի խոսքով 2025-ին 1000 հեկտարով անցած տարվանից ավելի շատ աշնանացան են արել գյուղացիները, բայց մեծ մասը փաստացի չորացել է։ Պետական աջակցությունն է ակտիվացրել վարու ցանքսը, այնքան, որ նույնիսկ այլ շրջաններին սերմ չվաճառելը չի օգնել, որ այդ գործով զբաղվող տեղացի գործարարները կարողանան բավարարել Սիսյանի պահանջարկը։ Բուսաբուծության ծրագրի այդ աջակցության ծրագրի շրջանակներում սուբսիդավորում էր 1 հեկտարի չափով 80,000։ Դա վարի ցանքի 50 սերմի արժեքի 50%-ն է։ Բայց ես շեշտեմ, որ ճիշտ է, գյուղացիների ցանկությունն ավելի շատ է եղել է սերմի ձեռբերման պատճառը, որ ցանքը ճիշտ է 3500 հեկտար կատարվել անցած տարվա համեմատ 1000 հեկտար ավել, բայց էլի ցանկություն կար, սերմ չկար։ Սերմի խնդիր ա եղել, որպեսզի ավելի շատ ցանկ կատարվեր։ Սեպտեմբերին ցանված այս դաշտում համայնքապետարանի աշխատակիցը դժվարությամբ է մի փոքր կանաչ հատված գտնում։ Բացատրում, ցորենը պիտի թփակալած լիներ, որ մի հատիկից մի քանի հասկ ծլեր։ Եթե անգամ գարնանն այս դաշտերը կանաչեն, միևնույն է, արդյունքը ծախսերը չի փակի։ Ես գրությամբ դիմել եմ մարզպետին, խնդրել եմ դիմեն նաև նախարարություն, որ մոտարապես 2700-ի կարգի չի ծլել աշնանացանը։ Գորիսում շատ արտակարգ է, մեր վերի զոնան էլ ոչինչ։ Ասենք Գորհայքի եւ մեր Իշխանասարի զոնան ոչինչ, բայց դա շատ քիչ քանակություն է կազմում, կազմնախոսքի 600-800 հեկտար։ Մեր հիմնական մասը, ասենք Հանգեղակոտ, Շաքի, Բռնակոտ, Ախլացյան, Տոլորս, Ուց, այս մեր հիմնական դաշտերում չի ծլել, Վաղատի, Նորավան չի ծլել։ Սիսյան խոշորացված համայնքից ստացված գրությունն արդեն իսկ փոխանցվել է էկոնոմիկայի նախարարություն, տեղեկացնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։ Դեկտեմբերի 1-ին Սիսյանի որոշ հատվածներում ձյուն, ավելի ցածրադիր վայրերում հորդառատ անձրև է տեղացել, դառնալով գարնանը բերք ունենալու փոքրիկ հույս։ Տիգրան Հույբադալյան, Մհեր Մանուչարյան, Սյունիք լուրեր։